նույն Ռոբերտ Քոչարյանը, նույն Սերժ Սարգսյանը, տո նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, տո նույն 88-ի ամբողջ սերունդը, որ իմ համար արդեն հավաքական պարտության խորհրդանիշի է վերածվել։ Եթե մի քիչ զսպեին իրենց հավակնությունները, եթե մի քիչ կշտացած լինեին իրենց անցած ճանապարհից, եթե մի քիչ ամոթ ունենային, որ այս ամեն ինչի պատճառը նաև իրենք են, որ իրենք համապարտ Նիկոլի հետ պատասխանատվություն են կրում այս ողբերգության Արցախի կործանման համար, սուս ու փուս կհեռանային քաղաքական դաշտից։ Բայց սրա փոխարեն այս մարդիկ չեն կշտանում, ավելին իրենց գործունեությամբ Նիկոլի լեզուն ավելի են երկարացնում եւ Նիկոլը գտել է սրա ձևը իրենց պայելով քաղաքական դաշտի ուրեմն ափին, երեսին ապահովում է իր իշխանության վերարտադրությունը։ Սա է իրականում խնդիրը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կրկին ակտիվանալու եւ կրկին առաջադրվելու հավանականությանը, ես չեմ բացառում, բայց դրանով հանդերձ հետեւյալը, եթե Ռոբերտ Քոչարյանը այդպիսի մտադրություն ունի, ի սկզբանե կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանին դա մեծագույն նվեր է եւ Նիկոլ Փաշինյանը օգտվելու է այդ նվերից եւ օգտագործելու է Քոչարյանին ֆուտբոլի գնդակի նման էլի տաշելու է առաջիկա 6-7 ամիսների ընթացքում քաղաքական դաշտում տեկտոնական քայլեր տեղի չեն ունենալու ներկա քաղաքական քարտեզը որոշակի այսպես ասած երկրորդական էլեմենտերով փոփոխվելու պայմաններում կրկին մենք ունենալու ենք այն պատկերը ինչ պատկեր որ հիմա ունենք